Ընդամենը ժամեր հետո մեր Հենոն կստանա ևս մեկ շանս, որ ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը նվաճի։ Այս առումով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ավելի ու ավելի կարևոր է դառնում մեզ համար եւ ստանում է յուրահատուկ երանգներ։ Մրցաշրջանի կարևորագույն դիմակայությանը ընդառաջ որոշեցինք պատրաստել ահա թե ինչպիսի տեսանյութ։ Մխիթարյանը արդեն 3 մրցաշրջան է, ինչ համարվում է Ինտերի խաղացող։ Լինելով հենակետային գոտում հանդես եկող ֆիգուր, նա բնականաբար շատ գոլեր չի խփում, ինչպես ասենք դա Բորուսիայում էր կամ Ռոմայում էր։ Մխիթարյանի ֆունկցիաները Ինտերում այլ են, ուրիշ են։ Դերակատարություն, գործողություններ, որը նա այստեղ ռեալիզացնում է կատարելապես հիասքանչ։ Սակայն նույնիսկ այս ամենի հետ մեկտեղ Ինտերի կազմում էլ է մեր ֆուտբոլիստը հասցրել խփել մի շարք կարևոր գոլեր, ու ակնթարթներ անց խոսելու ենք հենց այդ գոլերից։ Մեր այսօրվա տեսանյութի մեջ Հենոյի կատարած այն սև աշխատանքը, առանց գնդակի խաղը, սահանկումները տակտիկական տեղաշարժը, որով մեր ֆուտբոլիստը ամբողջ Եվրոպային հիացրեց, բազմաթիվ գոլային փոխանցումները, կատարած զոհողությունները թիմի համար։ Այս ամենը տվյալ հոլովակում չեն լինի, որովհետև նման դրվագները այնքան շատ են քանակապես, որ հաղորդման քրոնոմետրաժը ուղղակի չի ների մեզ։ Փոխարենը տեսանյութում կտեսնենք Ինտերի կազմում պաշտոնական խաղերում Հենոյի խփած բոլոր գոլերը։ Կարծում եմ եզրափակչին ընդառաջ շատ մոտիվացնող թեմա է ընտրված, որպեսզի այն վայելենք եւ սեզոնի ամենակարևոր խաղին մոտենանք լավ տրամադրությունով եւ առավելագույնս ոգեշնչված։ Նախաբանը ավարտեցինք վերջապես, իսկ հիմա շարժվենք առաջ։ Բեմահարթակ Հենրիխ Մխիթարյանն է դուրս գալիս։ Հենոյի գոլերի տեսանյութը սկսենք 22-23 մրցաշրջանից, որտեղ Ինտերը հանդիպումներից մեկում Ֆիորենտինային հյուրընկալվեց։ Խաղը շատ դիտարժան ստացվեց եւ թրիլերային սցենարով անցավ։ Հանդիպման վերջին վայրկյաններին լուսադախտակին 3-3 հաշիվներ վարվում։ Խելահեղ մրցավեճը հենց այսպես էլ կավարտվեր, եթե Մխիթարյանը մրցավարի ավելացրած 5 րոպեների ամենավերջում չբռներ ու չորոշեր փոխել ամեն ինչ։ Հենոն գոլ է խփում, Ինտերը հաղթանակ է կորզում, իսկ մնացածը արդեն առանց իմ դիտեք։ Che va con Barella, in area, Barella dall'altra parte a cercare Mkhitaryan! Mkhitaryan! L'ultima parola è sua! 4-3 Inter! Partita completamente pazza! Altalena di emozioni al Franchi, arriva il primo gol interista di Mkhitaryan e un gol che può essere pesantissimo per le ambizioni di risalita dell'Inter. Di Dumfries, Dzeko riesce a ripartire, vede Barella che qui ha la lucidità di andare dall'altra parte, tenuti malissimo nella giocata difensiva, calcia addosso a Mkhitaryan, il rimpallo genera. Հենոյի հաջորդ գոլը ներազուրիների կազմում Էլինոյին մրցաշրջանում գրանցվեց։ Ուղղակի այս անգամային Չեմպիոնների լիգայում եղավ։ Ինտերը Ջուզեպե Մեացայում Վիկտորիա Պլզենի վրայով անցավ։ Չեխերի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկելով։ Ահա եւ այդ ջախջախման սկիզբը հենց մեր Հենոն դրեց։ Ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում հայտնվելով։ Նա մրցակցին չտվեց շանսեր։ The return pass, still driving forward towards the byline. Bastiani played in, jumping up high, Istan in! Inter hit the front on the 35th minute mark, and it's no more than the Nerazzurri deserve. They've been turning the screw, and they get it just when it mattered. Այս կամ այն սեզոնում Մխիթարյանը այսպես թե այնպես անպայման 1-2 գեղեցիկ գոլեր պետք է խփի։ Ահա եւ հիմա հենց այդ գեղեցիկների հերթը եկավ։ Դուժողներն էին Ուդինեզեն եւ Լեչեն։ Այս գոլերը իրոք կտպավորեն ձեզ։ Այստեղ խոսքերը ավելորդ են։ Վայելեք։ Ինտера Чолханоглу, Ди Марко, хороший! Мкхитарян 2-1. Success, что ж ты наделал? За буквально несколько секунд атака переместилась с одной половины поля на другую. Ну и Интер сейчас действительно блестящую комбинацию разыграл. И Мкхитарян на радость своим многочисленным болельщикам среди наших зрителей забивает гол. Второй в этом сезоне. И очень важный в данном матче, потому что на эту минуту гол выводит Интер вперед. Шикарный удар, как стопу развернул Мкхитарян, да, давайте еще раз посмотрим вот с этой камеры. Ах, красавчик,
Уходящий мяч для Сильвестри, сложнейший, техника исключительно у армянского футболиста. Давненько он не забивал, в октябре прошлого года последний мяч был на его счету, так что с почином в новом 2023 году. Sterzata, poi appoggio per il destro in porta, Mkhitaryan, avanti l'Inter, perfetta ripartenza, avanti la squadra di Simone Inzaghi con l'1-0 di Mkhitaryan. Bellissima azione dell'Inter che in questo contropiede non ha sbagliato nulla, è andato tutto come voleva farlo andare, la sponda di Lautaro. Gosens in velocità, arriva in aria, la gioca dietro Barella, lucido, la stoppa, sterza e poi appoggia per Mkhitaryan che va con il destro di piattone di lusso quasi all'incrocio, angola e per Falcone. Niente da fare, 1-0 Inter, adesso si sblocca la domenica della Serie A Team e non soltanto questa partita con il gol di Mkhitaryan. Հուսամ Միլանի ֆաներին չեմ բարկացնի։ Եթե նախադասությունը ձևակերպեմ այսպես, Ինտերում Հենրիխը իր հաճախորդին գտել է օցերի անզիջու մրցակից։ Միլանի մասին է խոսքս։ Մխիթարյանը դերբիներում օգտակար գործողություններով աչքի ընկնել շատ է սիրում։ Միլանը Հենոյից նախ Չեմպիոնների լիգայում տուժեց, ապա արդեն Սերիե A-ում սկզբից մեր ֆուտբոլիստի Եվրագավաթային գոլով հիացեք։ Не удалось. Ди Марко пропускает мяч. Мkhitaryan 2-0. 2-0 Генрих Мkhitaryan. Даже Серж Танкян не даст такой гитарный риф, что будет громче, чем весь этот торт Миланского стадиона, который в своем большинстве сегодня, конечно, завела. Ռոսոներիների դեմ առաջնության խաղում Հենոն ընդհանրապես Man of the Match դարձավ։ Այդ օրը միայն նրա անունն էինք լսում։ Այս խաղում Մխիթարյանը 1 գոլային փոխանցում կատարեց եւ նաեւ 2 գոլ խփելով իր անվանդակ դուբլ ձևակերպեց։ Սակայն մանավանդ տպավորող էր մեր ֆուտբոլիստի կողմից կատարված ասիստը, էֆեկտիվ անցում ձեռնարկեց, դիսպեչերական անզուգական հատկություններ ցույց տվեց։ Ամենաճիշտ պահին թիմակցին հարվածային գոտի դուրս բերեց եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Ես կատարած գոլային փոխանցումից խորացա, սակայն պակաս գեղեցիկ չէին նաեւ։ Այդ օրը Հենոյի խփած գոլերը։ Մի պահ լքեմ ձեզ, իսկ դուք էմոցիաներ զգացեք։ Մխիթարյանը իրոք այդ օրը լավագույնն էր։ Guadagna al fondo il cross di Marco, carica il sinistro, il tiro, e gol, 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 Mkhitaryan, 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 Inter in vantaggio al minuto 5, Inter in vantaggio al minuto 5. Il tap-in vincente di Mkhitaryan che raccoglie un tiro non pulitissimo di Di Marco. Protestano i giocatori del Milan perché protestano per un fallo qua. Vedete che incespica, ciao, l'arbitro lo fa giocare, poi il cross, palla dentro, il tiro di Di Marco e il tap-in sotto misura di Micchi. Il treno armeno ha fatto fermata in stazione e da lì ha aspettato. Attenzione, si prepara al tiro, arriva Mkhitaryan, vede la porta, il tiro, e gol, 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 Micchi, 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 3-1, 3-1, doppietta di Mkhitaryan, 3-1, che azione ragazzi, che azione, che azione, che azione. La grande giocata, la grandissima giocata che nasce da quel bel anticipo, quella giocata Frattesi, Darmian, il cambio lungo su Lautaro, grande intuizione, poi Lautaro aspetta che arrivino i rinforzi e quando vede arrivare Micchi gli appoggia un pallone che mette dritto per dritto, bruciando.
Միլանին կխփեմ Յուվեին չեմ խփի, կարծես այսպես ասեց ու արեց։ Ավարտված սեզոնի դերբի դե Իտալիան իրոք մոգական ստացվեց։ 4-4 հաշիվը գրանցվեց։ Մարտական ոչ ոքի, որտեղ Յուվեն անմոռանալի քամբեկ արեց։ Օգտակար գործողությունների տեսանկյունից այս խաղի մի կարևոր մասնիկը նաև մեր Հենոն դարձավ։ Գոլը խիստ մխիթարյանական էր, հին ու բարի ավանդույթների համաձայն։ Փոխանցում, անցում, կասեցում եւ բիլիարդային հարված։ Մխիթարյանի գոլը վայելենք։ Բոլորով նրան հաջողություն մաղթենք եզրափակչից առաջ։ Ձեզ էլ շնորհակալություն հայտնեմ ուշադրության համար, հույս ունենալով, որ հոլովակը հավանեցիք։ Լավ եղեք, ամենայն բարիք ձեզ եւ կհանդիպենք արդեն շատ шутов. Решает разыгрывать через центр. Тюрам катит на Мхитаряна под левую и гол. 2-2. Да что же они творят-то в первом тайме? Дерби де Италия заиграла новыми красками. 4 гола уже за 35 неполных минут. Не держал Ювентус в центре поля сейчас ту плотность, которая была до этого. И Интер решил атаковать не флангом, а пройти через центр. Хавьер Санетти, вице-президент Интера. Конечно, он принимал участие в таких матчах. Давайте смотреть. Вот здесь один Мхитарян, его никто не встречает. Да, очень поздно Маккенни по нему начал играть. Ну а дальше, когда уже дали бить Мхитаряну после паса Маркюса Тюрама в коридорчик мимо Калюлю и Камбьяза сумел армянский полузащитник пробить, и пробить очень здорово. Прямо под штангой Ди Григорио ситуацию не контролировал. Слишком все было быстро разыграно и слишком неожиданно и резко Интер ворвался через центр и получил свой шанс. 2-2.